Իսրայելի պաշտպանության բանակի եւ Մոսադի համատեղ ռազմարշավն ընդդեմ Իրանի ոչ միայն պայթյունավտանգ դրություն է ստեղծել փխրուն կայունությամբ տարածաշրջանում, այլև մեծացրել լարվածությունն ամբողջ աշխարհում, տարբեր ոլորտներում բարձր ռիսկերով։ Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով, Իսրայելը վերջին 5 տարիների ընթացքում պատրաստվել էր այս լայնածավալ հարձակմանը, նպատակ ունենալով նախ ոչնչացնել Իրանի հոբ համակարգը, ապա թիրախավորել միջուկային ենթակառուցվածքները, ինչպես նաեւ զգալի թուլացնել գործող ռեժիմը Իրանում։ Ըստ մասնագետի, կախված Իրանի պատասխանից իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Եվ հիմա ամեն ինչ կախված է Իրանի պատասխանից, մասշտաբներից, բայց հաշվի առնելով, որ իրենց այս օպերացիան իրանք հայտարարեցին, որ սա երրորդ օպերացիան կլինի, ցույցադրելով, որ կա հետևողականություն, ամենայն հավանականությամբ դա կլինի նույն ձևի գործողություն, որը տեղի ունեցավ ապրիլին եւ հոկտեմբերին, որպես սահմանափակ պատասխան եւ հարված, եւ կախված թե ինչ մասշտաբի այդ պատասխան տեղի կունենա, Իսրայելը կդիմի հաջորդ քայլին հաշվառելով, որ իրանց գենշտաբի պետը հայտարարեց, որ այս օպերացիան կտևի մոտ 2 շաբաթ։ Փորձագետ Բենյամին Պողոսյանը հավելում է, որ հարվածը, որի հետևանքով սպանվեց բարձրաստիճան զինվորական հրամանատարներ եւ գիտնականներ, ցույց տվեց, որ Իրանը նույնիսկ պատրաստ չէր նման թիրախային գործողություններին։ Զարգացումները կարող են լինել 2 սցենարով։ Կամ մենք կունենանք այն, ինչ տեղի ունեցավ 2024 թվականին, այսինքն հարված, փոխադարձ հարված եւ իրավիճակի հարաբերական հանդարտացում, բայց մյուս կողմից չեմ բացառում, որ Իսրայելը նորանոր հարվածներ հասցնի, այսինքն այս ամենը տևի օրեր, գուցե շաբաթներ, այդ դեպքում հնարավոր է այս կամ այն տարբերակով Միացյալ Նահանգների ներգրավում գոնե Իսրայելին պաշտպանելու համար եւ դա կարող է մեզ բերել ավելի լայնածավալ պատերազմի շեմին։ Սցենարներից որը իրականություն կդառնա, իրոք հիմա ասել է գրեթե անհնար է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային սպառնալիքը չեզոքացնելու համար գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Ռազմական ճանապարհով գնալու Իսրայելի հիմնավորումը շեշտում է Իրանի կողմից ուրանի արագ հարստացման փաստով, որը մոտենում էր ատոմային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակին։ Մինչդեռ Մելքոնյանի համոզմամբ Իսրայելի նպատակներից մեկը միջուկային պայմանագրի շուրջ բանակցությունների տապալումն է։ Իսրայելի նպատակը շատ պարզ է։ Առաջինը կասեցնել միջուկային պայմանագրի շուրջ բանակցությունները, տապալել։ Իսրայելը հաջողվեց, սա քաղաքական նպատակն էր, ռազմական նպատակը ոչնչացնել բալիստիկ հրթիռների եւ միջուկային ենթակառուցվածքը Իրանում, մասամբ հաջողվեց, եւ երրորդը քաղաքական էլի նպատակներ, բայց ներքին թուլացնել գործող ռեժիմը Իրանում։ Եվ մասամբ երկու նպատակներին վերջի Իսրայելը կարողացավ հասնել։ Իսրայելագետի կարծիքով Իրանի պատասխանը անխուսափելի է, քանի որ Իրանը ունի խնդիր ցույց տալու իր ռազմական ունակությունները։ Ինչ է վերաբերվում Իրանին, դե Իրանին ամենակարևորը հիմա face saving-ն է, որպեսզի ցույց տա, որ իրանք դեր կայուն է իրավիճակը համ ներսում, համ ռազմական իրանց ունակությունները այդքան չեն նվազել, որ իրանք չկարողանան դիմադրել արտաքին սպառնալիքին։ Սա է, ինչպես տեսնում եմ, հիմնական նպատակը, որովհետև այլ նպատակներ Իրանը դժվար թե ունենա, ոչնչացնել Իսրայելի միջուկային ենթակառուցվածքը կամ հարված հասցնել ներքին կայունության Իսրայելում, դա դժվար տեղ ունենա։ Չնայած բավական բարդ հարաբերություններին տարածաշրջանում գրեթե բոլոր երկրները արձակումը դատապարտել են, սակայն դեռ կա բևեռացման վտանգ։ Բևեռացում արդեն կա, մենք տեսանք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության շատ կոշտ հայտարարությունը, որը խստորեն դատապարտում էր Իսրայելի գործողությունները։ Արաբական որոշ երկրներ, այսպես ասենք, աջակցել են Իրանին, բայց ավելի մեղմ բառապաշարով, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ հիմա որևէ պետություն կաջակցի Իրանին ռազմական ճանապարհով, այսինքն ռազմական գործողություններ կսկսի Իսրայելի դեմ կամ առավել ևս Միացյալ Նահանգների կամ Միացյալ Նահանգների մերձավոր արևելքում տեղակայված ռազմականների դեմ։ Իրավիճակն ըստ փորձագետների մնում է խիստ անկայուն եւ դրա հետագա ընթացքը անկանխատեսելի է։ Թեև երկու կողմերի սկզբնական արձագանքները եւ հայտարարած մտադրությունները հայտնի են, Իրանի խոստացված պատասխան հարվածի ամբողջական մասշտաբը եւ Իսրայելի շարունակական գործողության տևողությունը մնում են անհայտ։ Սա ընդգծում է ճգնաժամի շարունակական զարգացող բնույթը եւ արագ կտրուկ փոփոխությունների հնարավորությունը։ Դավիթ Գենջոյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։